ամենավատ խաղաղություն ամենալավ պատերազմից լավ է։ Բայց խաղաղությունը լավ է ուղղակի։ Իհարկե խաղաղությունը լավ։ Խաղաղություն լավ է, որովհետև տեսեք, այդ վատ խաղաղություն, լավ խաղաղություն, այն օրը եվրոպական խորհրդանում ելույթի ժամանակ ասացի, որ ասում են, որ մեր խաղաղությունը անթերի չի։ Իսկ ո՞ր է խաղաղությունը անթերի։ Կա անթերի խաղաղություն։ Կներեք, էլի 45 թվին հայերական պատերազմը արժանապատիվ խաղաղություն էր, չէ՞։ Բախի չտևեցի։ Չի ոչնչացավ այդ կուսակցությունը, չի ոչնչացավ։ Ուրեմն ինչու են Ստալինն հաստատեցին, ասեն, ես բուխային 95 գնդակահարում աս ինչ մեղք ունեն, ասած Քրիստոսն էլ մեղք չուներ, բախի խաչեց։ Բաներ կա էլի, որ պիտի ըմբռնես ուր ես գնում։ Չէ, ես ձեզ ուրիշ բան ասեմ, տեսեք, այստեղ առանձնահատկությունը հետևյալի մեջ է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ այդ սարքախոսը, որ հայրենիքը պետություն։ Այստեղ շատ կարեւոր է թե ելակետը եւ հենման կետը ինչն է։ Եթե մենք մեր ելակետը պետությունն է, մեր պետությունը էսա, մեր պետությունը էսա, Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մեր ելակետը էս չի, դա լրիվ ուրիշ պատմություն է, ու նաեւ այդ է պատճառը, որ այդ ասում են մեր անկախության հռչակագիրը իրականում անկախության հռչակագիր չի։ Ինքը կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետև եթե դու պետություն ես հռչակում, ասում ես քո հետ ես խնդիր ունեմ, 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 դա անկախություն չի։ Որովհետև այդ պայմաններում ինչ ես անում, գնում ես գտնում ես մի հատ մեծ հովանավոր ու բան, այսօր բան են անում, ասում են խաղաղությունը արժանապատիվ չի։ Իսկ Հայաստանի 30 տարվա վասալային վիճակը արժանապատիվ է, որ Հայաստանի ղեկավար արժանապատիվ է։ Բայց մարդիկ այսօր օտար երկրայ միսան, այսօր մեր քաղաքական դաշտի, այսօր ձևավորվող կոնսոլիդացվող ընդդիմությունը ըստ էության 100%-ով օտար երկրայ միսարներ։ Մարդիկ եկել են իրանց հայրենիքում ներկայանում են որպես բան, օտար շահերի ներկայացուցիչ ու խոսում են արժանապատվությունից։ Այսինքն բան էլի, այդ ինչ արժանապատվության մասին է խոսքը։ Որ 30 տարի մեր պետությունը եղել է վասալի կարգավիճակում, դա արժանապատվում է մի բան էլ ես ասեմ։